Եթե Հայաստանի իշխանությունները ուրանում են ցեղասպանությունը կամ ցեղասպանության նկատմամբ իրենց վերաբերմունքը, այսինքն ինչպիսին այսօր է ըստ վարչապետի, որ դա իր արտաքաղաքականության առաջնահերթությունների չէ, ապա ինչ ուրեմն հասկանում են, որ դա իր ինքնիշխանության բերած պետության ղեկավարներին բարձրահատույց լինելու մի ձև ուրանցում։ Սա է, ուրիշ բան չկա, վարպետ չի որոնել, իրենք որովհետև ոչ պատմաբան են, ոչ ուսումնասիրել են, ոչ գիտեն, եւ ուրանալու համար ամենատխմար արտահայտություններն են անում, փորձում են այնքան անհետ փաստարկղի իրենց դրել, որ მას զարմանում են։ Մենք ասում են, եկեք անունը առանուն ճշտենք, արդյոք դա եղել։ Ինչու մինչև 38 թիվը թե 9 թիվը ցեղասպանություն չկար, այդ տերմինը չէր օգտագործվում, հիմա է օգտագործվում։ Լսի, խելքի տոպրակ։ Մինչև 38 թիվը ցեղասպանություն բառը չկար քաղաքական բառարանում։ Դա Լեմկինն է ստեղծել այդ բառը եւ դա շրջանառության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այսինքն ինչ ես ուզում ասել, եթե այն ժամանակ մեծ եղերն էին ասում, կոտորածներ էին ասում, հայերի կազմակերպված սպանություն, ոչնչացում էին ասում, միտեղ դա ցեղասպանություն հավասար եւ համազոր չէ։